Բարի գալուստ e-Logifest լոգիստիկայի եւ էլեկտրոնային առևտրի միջազգային ցուցահանդես եւ համաժողով։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց e-Logifest 2026 միջազգային ցուցահանդես համաժողովը։ Մեկ հարթակում համախմբելով լոգիստիկայի բեռնափոխադրումների, մատակարարման շղթաների եւ հարակից ոլորտների առաջատար ընկերություններին ու մասնագետներին։ e-Logifest 26-ի առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցեցին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Պետական քաղաքականության հաջողությունը հնարավոր չէ պատկերացնել առանց մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության։ Այս առումով e-Logifest-ը կարևոր նախաձեռնություն է, քանի որ նպաստում է մասնագիտական երկխոսությանը, լավագույն միջազգային փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը եւ ապագային միտված լուծումների քննարկմանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, որը կարևորեց լոգիստիկայի զարգացման դերը որպես տնտեսության զարգացման կարևոր ոլորտ։ e-Logifest-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Քրիստինա Երեմյանը եւս իր խոսքում ընդգծեց ոլորտի զարգացման կենսական նշանակությունը։ Առաջիկա 3 օրերին ոլորտի ներկայացուցիչները համագործակցության նոր եւ լայն հարթակ կունենան։ Լոգիստիկան միշտ եղել է ու կլինի, գնալով զարգանում է, ճիշտ է, առաջանում են անընդհատ ինչ-որ նոր խոչընդոտներ, ինչ-որ նոր խնդիրներ, որը կախված է նաև պոլիտիկայից, ցավոք չեն կարողանում դրա վրա ազդենք, որովհետև կարծում եմ շատերը գիտեն, որ այս պահին Հայաստանի արտահանումը բարդացել է։ Հույսով եմ հնարավորին շուտ այդ հարցին լուծում կտան։ Միջոցառման նպատակն է խթանել ոլորտային համագործակցությունը, ստեղծել նոր բիզնես կապեր, ներկայացնել նորարարական լուծումներ եւ նպաստել Հայաստանի լոգիստիկ ներուժի զարգացմանը։ Տարածաշրջանային լոգիստիկ օպերատոր Garant Logistic ընկերությունը Էքսպոյի ակտիվ մասնակիցներից է։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Հայաստանում, Վրաստանում եւ Բուլղարիայում։ e-Logifest-ը իր կոնցեպտով երկրորդ անգամ է, սա երկրորդ տարին է, որ տեղի ունենում եւ մենք երկրորդ անգամ եւս մասնակցում ենք։ Որպես ոլորտի ներկայացուցիչ հարկ ենք համարել լինել ակտիվ այս էքսպոյին եւս։ Մենք ակնկալիքներ չունենք, քանի որ էքսպոյի շրջանակներում դա մենք զարկ ենք տալի լոգիստիկայի հայաստանյան շուկայի զարգացմանը։ Մենք ցանկանում ենք մեր ներկայացությունով նաեւ ասել եւ ոլորտի մնացած այլ ներկայացուցիչներին նաեւ մեր մեսեջը հասցնել, որ պետք է ակտիվ լինել, պետք է մասնակցել եւ պետք է զարգացնել միասին։ Մասնակիցների թվում էին նաեւ էլեկտրոնային առևտրի եւ առցանց հարթակների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին ոլորտում կիրառվող նորարարական լուծումներն ու միջազգային փորձը։ Երկրորդ տարին է Վալբերիսը մասնակցում է Logifest-ին եւ մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը։ Այս 3 օրվա ընթացքում իմ գոլեգաները եւ ես կլինենք այստեղ, կօգնենք մեր հայ վաճառողներին գրանցվել Վալբերիսի հարթակում եւ կքննարկենք այն խնդիրները, որը կարող է իրանք ունենան Վալբերիսի հետ կապված, կօգնենք աճեցնել իրենց բիզնեսը մեր հարթակում։ Ընդհանուր լոգիստիկ ցանկը Հայաստանում շատ ճկուն է, նաև եթե վերադառնանք Վալբերիսին, երբ որ պատվերները մեր պահեստից են գնում, բավականին շուտ են հասնում հաճախորդին։ Մեր ակնկալիքները էքսպոյից նոր համագործակցություններ, նոր սելերներ եւ բավականին ջերմ հանդիպումներ։ iWays ավիաընկերության ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ առցանց առևտրի աճին զուգահեռ մեծանում է նաև արագ հուսալի եւ ճկուն առաքման ծառայությունների պահանջարկը։ iWays ավիաընկերությունը դա ՀՀ-ում գրանցված միակ բեռնատար ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Սկզբում ինքը հիմնադրվել է որպես ուղևորատար ավիաընկերություն, բայց հաշվի առնելով շուկայի պահանջարկը, հեռանկարները 2024 թվականից սկսած ընկերությունը զբաղվում է ավիաբեռնափոխադրումներով միայն։ e-Logi հետ համագործակցությունը սկսել ենք անցյալ տարի, այսինքն անցյալ տարի ենք մասնակցել, բայց մի փոքր այլ ֆորմատով ենք մասնակցել։ Հայաստանում լոգիստիկայի ոլորտը կարող եմ ասել ավիաբեռնափոխադրումների մասով, որը ես ներկայացնում եմ, բավականին մեծ հեռանկարներ, բավականին մեծ պոտենցիալ ունի, ինչպես նաև կարող եմ նշել, որ վերջի մի քանի տարվա ընթացքում, նույնիսկ COVID-ի 2020 թվականի post-COVID ժամանակահատվածից սկսած բավականին մեծ զարգացում է ապրել ավիաբեռնափոխադրումները ու հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ ներկայիս աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները, իրադարձությունները, որ տեղի են ունենում, թույլ են տալիս Հայաստանին ունենալ ավելի մեծ մասնակցություն, լինել կապող օղակ
Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ, Խաչմերուկում։ Իլոջի Ֆեստ 2026-ը կշարունակվի ևս 2 օր։ Համաժողովն անցկացվում է GIZ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրում ներառված են նաև ոլորտային, պանելային քննարկումներ, հանդիպումներ նվիրված լոգիստիկայի զարգացման արդիական թեմաներին։